Արարատ Արմենյան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում կներկայացնի Հայաստանը, հուսով ենք շատ հեռու կգնա մեր թիմը եւ հետո արդեն եթե չստացվի պայմանական չեմպիոնների լիգայի փուլում հայտնվել, արդեն պետք է փորձենք նշաձող բարձրացնել եւ փորձենք պայքարել Եվրոպա լիգայի փուլում հայտնվելու համար հեշտ չի լինելու միանշանակ առանց այդ էլ բավականին բարդ մրցակիցը Արարատ Արմենիային բաժին հասել չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Լատվիայի չեմպիոն Ռիգան է դե համեմատաբար ավելի բարդ այսպես կարող ենք ասել եթե հիշենք թե ինչ թիմեր էին ընդգրկված Զամբյուղում Ռիգայի հետ եւ ինչ թիմեր կարող էին լինել Արարատ Արմենիայի մրցակից ապա կարելի է ասել որ Ռիգան այդ թիմերից ամենաբարդն է խաղի մեկնարկից հետո կա հանդիպման մեկնարկը հաջողություն մեր թիմին եւ ընդհանրապես մեր բոլոր թիմերին որոնք Հայաստանը ներկայացնելու են եվրագավաթներում եւ հուսանք մենք շատ հեռու գնացող թիմեր կունենանք դե մեծ հաշվով որպես գերուշին փոխայինող բայց այսօր մեկնարկային րոպեներից Բոյենայի կողքին Մալիսն է խաղում Մալիսը արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Արարատ Արմենիայի կազմում Սերոփյանն է գնդակով մոտենում մրցակցի Տուգանային նրա պարակին պահեց գնդակը Սերոփյան արվածով է Սերոփյանը եւ անդրադարձ եղավ ու դարպասապահ դժվարություններ ունեցավ Հիմա տեսնենք Սանդրո Լիման Իրեն ինչպես դրսևորի խլում է գնդակ Արարատ Արմենիան Սերոփյանը շարժվում է առաջ գտավ Կամո Հովհաննիսյանին Հովհաննիսյան եւ որոշեց տեղեր ունի այլ բան է խաղադաշտում խաղի ընթացքում դրանում համոզվել Սերոփյան անմիջապես փոխանցում է կատարում Կամո Հովհաննիսյանին մտավ Տուգանային հրապարակ Հովհաննիսյանը փոխանցում հարվածել էր պետք բայց ինչու այսպես խաղաց Շաղոյանը ամենահարմար փոխանցումը նախ չկատարեց Կամո Հովհաննիսյանը հետո Շաղոյանն էլ որոշեց չհարվածել Սերոփյան բայց թույլ կատարեց փոխանցումը Կամո Հովհաննիսյանին Bueno թողեց մրցակցին եւ արագացավ Ռակի Ավանին Արեգ Մուրադյանն է փորձում հասնել միայն թե չխախտել կանոնները եւ լավ է որ Ավանին ինչեւ Լատվիայի կառակի չեմպիոնը տեղափոխություն Աչիեզեր Յուրկովսկիսը լավ փոխանցում կատարեց եւ Ժոա Բրավիմը փրկում է աշխատեց բավականին ռիսկային առաջահացում ձեռնարկեց Վասոմը Սալասար Դարձյալ Սալասար եւ վերցնում է գնդակը այստեղ այո ասում ենք որ եթե թիմը խաղային մեջ է առաջին ընթացքի մեջ է դա օգուտ է բայց մյուս կողմից եկեք այսպես դիտարկենք որ թիմը պայքարում է չեմպիոնության համար եւ լարված է նաեւ առաջնությունում Սերոփյան փափուկ փոխանցում եւ հիմա ինչ դիրքից Ալվին Թերան չի կարողանում գրավել դարպասը Իսներ միացել գրոհին փոխանցում Տուգանային հրապարակ գրոհ շարունակում է Ռիգայի շատ վտանգավոր է եւ դա հրաշքով չի հայտնվում դարպասում իսկ այդ հրաշքի անը Ժոա Bueno Կարատև Հայ գրոհի փորձ դակը երկար պահելու քիչ ավելի շատ լուծում է Ռիգան քան Արարատ Արմենյան գրոհ շարունակվում է Օլիվերա շատ անաչում արված էր բայց անդրադարձ կար այնտեղ եւ խաղալու շերիֆի դիմակայությունը կարող է հիշել հաղթահարվածաշարով զիջես ճանապարհը պես որ մենք մի քանի անգամ մոտ եղել ենք Գրիգորյանն է գնդակով հարված եւ մրցակցի գլխից գնդակը դուրս եկավ դեռ սպասում է Տուլիպան դեռ չի գնում փոփոխությունների նաեւ Ադրիան Գուլյան փոխանցում վտանգավոր է Եվ փրկում է դարպասապահ, ևս մեկ վտանգավոր պահ, հարված ու դարպասացողը չի փրկում գոլ, գոլ Արարատ Արմենիան բացում է հանդիպման հաշիվը, 1-0,
Հայաստանի գործող չեմպիոնը չափածած խառնաշփոթ իրավիճակում կարողանում է ճիշտ կողմնորոշվել եւ լրացնել դարպասապահ Ֆրենկ Սորոսին Ռիգան վերջին 4 խաղում գնդակ չեն ընդունել սեփական դարպասը եւ հիմա արդեն ստիպված է գնդակը հանել դարպասից Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Հետապատկերը չափազանց խառնաշփոթ իրավիճակ էր, հարված Ուիլսոնի դարպասապահ հետ է մղում, Գուենոն կասեցնում է, փոխանցում է կատարում, վտանգավոր խաղ կար, միգուցե ձեռքով խաղ ոչ, դարպասացողին ընդհանրապես չդիպավ, տպավորություն կար, որ դիպավ, բայց եզրից Ռիգան գնդակը մտցնում է խաղի մեջ, այստեղ օրինակ գործեցին չհասկացան միմյանց եւ տեսեք ինչ է տեղի ունենում։ Սա կարմիր կարդ պետք է լինի։ Կարմիր, այո, 10 հոգով է մնում Ռիգան եւ Աբովյանի այս մոգական կամին, չգիտեմ կամ ինչը։ Սուլիչեկա։ Օլիվերա, արված, ու դարպասապահ բրկում է նդուր։ Ինչպես ես համարձակվում։ Bueno. Ֆրանսա, արված ու գոլ։ Կարլոս Ֆրանսա 2-0։ Արադ Արմենիայի նորեկը այսպես է նշում նորամուտը Հայաստանի չեմպիոնի կազմում եւ այս գոլը պետք է լիներ։ Նդուրի այն վրիպումը ինչ-որ կերպ պետք է փոխհատուցվեր եւ Ֆրանսան չկան լավ գործեց, ստացավ գնդակը, արզեց ձեռքը, բայց չփրկեց։ 2-0 եւ սա արդեն չափազանց լուրջ առավելություն է առաջին խաղի համար։ Մոհամեդ Բադամոսին թողնում է խաղադաշտի սահմանները, նրա փոխարեն Ռեժինալդո Ռամիրեսը պասը համարի մարզաշ։ Սիագո Սիկեյրա մնաց գնդակով խաղում չկար, Սիկեյրա եւ դարպասաձողն է փրկում, փրկվեցինք բարի բուն իմաստով։ Դիոպ եւ շատ անաչ։ Արված է կատարում Ռիգայի ֆուտբոլիստը։ Ու ավարտված է հանդիպումը Արադ Արմենյան ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի որակարման առաջին փուլի առաջին խաղում հաղթում է Հայաստանում 2-0 հաշվով եւ պատասխան դիմակայությունը 1 շաբաթից